Պարոն Հովհաննիսյան, դուք որքան պարգևավճար եք ստացել ամանորից առաջ։ Ամանորից առաջ, ճիշտ ասած, Ալփի ջան, դա անձնական բնույթի հարց է կրում, ձեր հարցը, եւ երևի ճիշտ կլինի, որպեսզի արդեն տարվա հայտարարի մեջ կոնկրետ թիվը նայեք, այսինքն այն ինչ որ տարվա կտրվածքով ստանում ենք, հավելավճարի տեսքով կամ աշխատավարձի տեսքով երկու չենք թաքցնում եւ տարվա ուրեմն հայտարարագիրը լրացնելիս հաջորդը կլինի մայիս ամսին, այնտեղ բոլորի տվյալները քաղաքապետի, բոլոր քաղաքապետերի եւ առասարակ բոլոր մարդկանց, ովքեր պետք է հայտարարագիր լրացնեն, այնտեղ հասանելի կլինեն։ Հիմա այսպես չեմ ուզի պատասխանել, խնդրեմ կարող եք նայել հայտարարագիրը եւ տեսնել։ Բայց մեկ անգամ եք պարգևատրվել, թե երկու։ Դա նկատի ունեմ։ Այդպեսի ինչ-որ ամանորյա հատուկ պարգևատրման մասին խոսք չի գնում, բայց ընդհանրապես կարող եք տեսնել եկամուտները չենք թաքցնում, աղբյուրները նշում ենք եւ բոլոր տեղակալների մասով, երևի ինձ որպես քաղաքապետի տեղակալ եք նախ եւ առաջ հարց տալիս, իմ գործընկերներին նույնպես այնտեղ հասանելի է։ Կարող եք ուսումնասիրել։ Բայց պարոն Հովհաննիսյան, երբ որ ողջ քաղաքապետարանի աշխատակազմը 634 միլիոն պարգևավճար է ստանում, դա այս պայմաններում նորմալ է, թե նորմալ չէ, երբ որ օրինակ մենք չենք ունենում գումար տրոլեյբուսների գնման համար, մետրոյի գումարը հատկացնում ենք դրան եւ գործադիրն է փող տալիս, այսպես ասած, հա, այս դեպքում նորմալ է ձեզ այդքան պարգևավճարը։ Շատ լավ, տեսեք, նախ կա թյուրըմբռնում, այնպես չի որ մետրոյի գումարը հատկացրել ենք տրոլեյբուսների համար եւ ուրեմն մի մասը այդպես է ասվել, որ տեսեք, կար նախնական գումար, որը կառավարության կողմից հաստատված էր եւ մի բան էլ ասեմ, որ ակնհայտ է, որ մետրոպոլիտենի կառուցումը Երևանի քաղաքապետարանի ուրեմն ծրագրերից կարևոր ծրագրերից մեկն է, բայց այստեղ մենք կառավարության հետ միասին ենք այդ կառուցումը իրականացնելու, առնվազն կառավարության հետ միասին, եթե ոչ օրինակ լինեն այլ միջազգային ֆինանսական կազմակերպություններ, ովքեր որ կուզենան ներգրավվածություն ունենալ, բայց ակնհայտ է, որ այո, կառավարության աջակցությամբ եւ ֆինանսավորմամբ ենք այս ծրագիրը իրականացնելու, այլ ձև հնարավոր չէ։ Եվ ուզում եմ նշել, որ Երևանի մետրոպոլիտենը ինքը հենց պատկանելության տեսանկյունից պետական ակտիվ է, պետական հիմնարկ է եւ այնտեղի գույքերը եւ ամեն ինչը որ կա, վերջո պետության բալանսին են։ Սա մեկ, երկրորդը խոսքը չի գնում, որ մետրոպոլիտենի որևէ ծրագրի ծախսի շրջանակում ուրեմն տրոլեյբուսներ են ձեռք բերել, ոչ կա ընդհանուր պետության կողմից Երևանի քաղաքապետարանին հատկացված գումարներ եւ ոչ միայն Երևանի քաղաքապետարանին, պետությունը տարվա ընթացքում տեսնելով արդեն ծրագրերի առաջընթացը մի քանի վերաբաշխումներ է արել իր իսկ հաստատած գումարի մեջ։ Այսինքն եթե դուք կնայեք այդ կառավարության որոշումները, ընթերցեք, որտեղ որ նախնական տրամադրած գումարից վերաբաշխում է իրականացվում եւ ուղղում է տրոլեյբուսներին, կան նաեւ գումարներ, որոնք օրինակ տկեն նախարարության այլ ինչ-որ ծրագրերի են ուղղվել։ Այսինքն պետությունը իր իսկ սահմանած բյուջեով որոշակի ճշտումներ է արել եւ այն գումարը, որը նախնական նախատեսված է մետրոպոլիտենի որոշակի ծախսերի մասով վերաբաշխել է եւ տրամադրել Երևանի քաղաքապետարան տրանսպորտային մեկ այլ հարց լուծելու համար։ Սա արվել է ժամանակի եւ բյուջեի կառավարման ավելի էֆեկտիվության շրջանակներում, այնպես չի որ ինչ որ մի բանի շնորհիվ այլ բան են կարել եւ գումարները սահմանափակ են եղել։ Իսկ ինչ վերաբերվում է այս իրավիճակին եւ առասարակ ինչ որ նշում եք, ես ձեզ խորհուրդ կտամ նայեք Երևանի քաղաքապետարանի բյուջեի կատարողականը, եկամուտների մասով եւ ծախսերի մասով, կարող եք նայել նաեւ պետական բյուջեի կառավարության կատարողականը եւ տեսնել, որ այդ որ ասում ենք այս իրավիճակում շատ նորմալ իրավիճակ է, ունենք բարձր կատարողականներ, ունենք աճ բոլոր ցուցանիշներով եւ համապատասխան արդեն մեր աշխատակիցները նույնպես հավելավճարներ են ստացել էֆեկտիվ աշխատանքի համար։ Կարմիր գծերը թանկացրիք, բայց հիմա էլ քաղաքում կանելու տեղ չի լինում անգամ կիրակի օրերին։ Եվ ինչպես է բեռնաթափվել քաղաքն ձեզ։ Որոշակի բեռնաթափություն կարմիր գծերի նոր սակագների հետ նկատելի է, սա ցույց է տալիս այն վերլուծությունները, որը մենք ունենք, բայց մի բան է ձեզ ասեմ, բացի կարմիր գծերը թանկացնելու գործընթացից, նաև շատ ու շատ փողոցներում սահմանափակել ենք
կայանումը եւ կան փողոցներ, որտեղ որ նախկինում օրինակ թույլատրելի էր եւ կային հանրային կայման համար գոտիներ, հենց կարմիր գծերով սահմանափակված, բայց հիմա օրինակ տեսեք առանձնացված ավտոբուսի գոտի է երթևեկության կամ առհասարակ ուղղակի կայանումը արգելել ենք եւ հետևապես որոշակի քաղաքականություն է վարվում, դա մենք չենք մերժում, որպեսզի Երևան քաղաքի մասնավորապես կենտրոնի բեռնաթափում տեղի ունենա եւ որոշակի սահմանափակումներ լինեն մեքենաներով մուտք գործելու համար, որովհետեւ այլ ընտրանք ուղղակի չունենք։ Իհարկե դրան զուգահեռ պետք է զարգացնենք մեր հանրային տրանսպորտը, որպեսզի քաղաքացիները շարունակաբար իրենց ընտրությունը թեքեն դեպի Երևանի քաղաքապետարանի կողմից առաջարկվող հանրային տրանսպորտային միջոցները։ Եվ ինչ նորություն կա Աջափնյակի մետրոյի նախագծումից։ Նախագծման մասով, ինչպես նշել ենք, աշխատանքները հասել են ավարտին եւ ունենք դրական քաղաքաշինության կոմիտեի կողմից ստացված համալիր փորձաքննություն։ Հաջորդիվ մենք ներկայացրել ենք ներդրումային ծրագիր Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ ներկայացրել ենք նաեւ գնման առանձնահատուկ պայմաններ սահմանելու համար կառավարության որոշման նախագիծ, որի ընդունումից հետո մենք արդեն կարողանանք պատրաստ լինել հայտարարել մրցույթները թե շինարարության եւ թե տեխնիկական հսկողի, որը նաեւ ինժեների դեր է իրականացնելու։ Եվ վերջերս Տիգրան Ավինյանը խոսեց Նորագյուղի վերակառուցման ծրագրի մասին, լայն քննադատության արժանացավ այնտեղի բարձրահարկ շենքերի կառուցումը եւ համեմատականներ տարվում էին այսպես սարկազմով, որ գուցե դա էլ արժանանա Աջափնյակի մետրոյի կայարանի ճակատագրին, այսինքն չլինի։ Ճիշտ ասած շատ քիչ համեմատականներ եմ տեսնում այս երկու ծրագրերի մեջ, մեկը ենթակառուցվածքի արդարացումը, մյուսը քաղաքաշինական բավականին բարդ ծրագիր է, բայց Նորագյուղի մասով այստեղ տեսեք չի նախատեսվում, համենայն դեպս ես ինքս չեմ համակարգում այն ծրագիրը, բայց իմ տեղեկությունով չի նախատեսվում որևէ համայնքային կամ պետական միջոցների ծախս, այսինքն այդ ծրագիրը քաղաքաշինական տեսանկյունից մենք վստահ ենք, որ հետաքրքրություն է առաջացնելու մասնավոր կազմակերպությունների մոտ, որոնք արդեն իսկ առկա են, եւ մասնավոր միջոցներով դա բիզնես ներդրումային ծրագիր է եւ կլինեն ուրեմն տարբեր մասնակիցներ, ովքեր որ այդ ներդրումները կանեն եւ քաղաքը կունենա նոր բիզնես միջավայր այդպիսի դաունթաունի տեսքով։ Ծրագրով հաստատված է հարկը, թե որքան է լինելու բարձրությունը շենքերի։ Ես դժվար եմ ասեմ այս պայմանությամբ արդյոք գուցե կոնցեպտի մեջ հարկայնությունը ընդհանուր նշված լինի, բայց քանի որ յուրաքանչյուր շենք նախ եւ առաջ պետք է նախագծվի, պետք է անցնի փորձաքննություն, վերջնական հարկայնության մասով իհարկե դեռ վաղ է խոսել եւ այդ ամենի մասին իհարկե դեռ ապագայում ես կարծում եմ, որ հանրությանը մենք կներկայացնենք այն ներդրումային փաթեթները, որոնք մենք ստացել ենք մասնավորներից։ Բայց ընդհանուր առումով պատկերացնում ենք, որ այդ թաղամասը այո, ընդհանուր լինելու է բարձրահարկ բիզնես տեսակի շենքերով կառուցապատված։ 50 հարկ։ Ես հիմա դժվարանամ ասեմ, բայց հնարավոր է նաև 50 հարկ լինի, այսինքն տեսեք, եթե այստեղ խնդիրը հետևյալն է, որ հարկայնությունը եւ սեյսմիկ նկատի ունենք գոտին, դե ես կարծում եմ, որ Ճապոնիան երևի լավագույն օրինակ է կարող է ծառայել մեզ որպես պետություն եւ մասնավորապես Տոկիոյի մայրաքաղաքում շատ սեյսմիկ գոտի է ակտիվ, Ճապոնիան երևի համեմատելի էլ չի, բայց կան բարձրահարկ շենքեր եւ շատ նորմալ ֆունկցիոնալ առումով այնտեղ իրականացված է ամեն ինչ։ Բայց այդքան բարձրահարկ շենքեր չկան, դա չի խաթարի ընդհանուր ճարտարապետական տեսքը Երևանի։ Դե դա նկատի ունեմ, որ այս փաթեթը դեռ կարծում եմ հանրային քննարկումների փուլ անցնելու, բայց ընդհանուր առումով, քանի որ փոքր կենտրոնից հեռու է եւ նման փորձ կա տարբեր քաղաքներում, որ պատմական կենտրոնից այն կողմ լինում է որոշակի մի թաղամաս առանձնացված միջավայր, որը լինում է այդպիսի տեսք է ունենում, այսինքն բարձրահարկ շենքեր են լինելու, բիզնես կենտրոններ են լինում, տարբեր ենթակառուցվածքներ են կառուցվում եւ այլն, սա մի նոր միջավայրի մասին է խոսքը գնում, որը առանձին կլաստերային այսպիսի տեղադիրք ունի քաղաքում։ Ես կարծում եմ, որ
Իհարկե հնարավոր է, եթե այլ քաղաքներում հնարավոր էր այդ ամենը համահունչ ապահովել քաղաքաշինական տեսանկյունից, նույնը իհարկե կլինի Երևան քաղաքում։